Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամեքլուսի Postscriptum հաղորդաշարը եւ այսօր իմ զրուցակիցն է Հայկական ժամանակ թերթի լրագրող Հայկ Գևորգյանը, շնորհակալություն Հայկ, որ եկել եք։ Մի հարց տամ, կիսամասնագիտական, այսպես ասած, հա։ Ինչ եք դուք ուզում իմանայիք, ուրեմն էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանից եւ ինչ չիմացաք Ասլուրիսի ժամանակ։ Շատ պարզ էր այդ հարցս, ես ուզում էի իմանալ, թե արդյոք պարոն Ճշմարիտյանը նոր տարուն, երբ որ Երևանյան խանութներից գնում էր 970 դրամանոց բանան, արդյոք նա չէր նյարդայնանում, երբ իմանում էր, որ Կրասնոդարում, օրինակ, այդ պահին բանանը արժե 310 դրամ։ Ու ես չիմացա ինքը նյարդայնանում է, թե ոչ։ Ինքը նյարդայնանում է արդյոք, որ Հայաստանում որևէ, այսպես ասենք, սպառողական լայն սպառման որևէ ապրանք 3 անգամ ավելի թանկ է, քան իրենց գովերքած ԵՏՄ այլ երկրում, հա։ Նա չասաց ինքը նյարդայնանում է, թե չէ։ Նա նույնիսկ չգիտեմ տեղյակել էր, թե չէ։ Այ ես խնդրում եմ դուք բացատրեք, ընդհանրենք բանանի օրինակի վրա։ Կրասնոդար այդքան էլ հեռու չէ։ Մեքենայով կարելի է հասնել մեկ օրում։ Ամենաշատը։ Ինչ ճանապարհ է անցնում այդ բանանը, որ այդքան թանկանում է։ Այս պահին, որքան ես գիտեմ, բանանը բերվում է այլ երկրից, բայց եթե մրցակցություն լիներ, որևէ գործարար կհայտնվեր, որ գնար բանանը կգներ Ռուսաստանից եւ Ռուսաստանից կբերեր, որտեղ մեծածախ գնում կկատարեր, որտեղ Ռուսաստանում մեծածախ գինը շատ ավելի ցածր է, քան 310 դրամ, պարզ է, 310 դրամ դա խանութում է, այսինքն դրա վրա հավելացված են հարկերը, խանութի եկամուտները, այդ դիստրիբյուցիան, այսպես ասած։ Այդ ամեն ինչը եթե հանենք, շատ մոտավոր կարող ենք ասել, որ մեծածախ գինը բանանի Ռուսաստանում այդ պահին 230 կամ 210 դրամ էր, մեր դրամով եթե հաշվարկենք, եթե այդ մեծածախ գնով որևէ մեկը գներ այդ բանանը եւ բերեր Հայաստան, Հայաստանում կլիներ բանանի գինը նույնքան մոտավորապես որքան Կրասնոդարում, թող 310 չլինի, 320 չլինի, կլինի 350 դրամ, բայց ոչ երբեք 970 դրամ, այսինքն 3 անգամ ավելի թանկ։ Հարց է ծագում, այն գործարարը, որին արտոնվում է բանան բերել, նա շահագրգռված չի այնուամենայնիվ էժան տեղից առնել եւ բերել։ Ես ենթադրում եմ, որ այդ գործարարը էլի շատ էժան գնով է ձեռք բերում բանանը, բերում է Հայաստան, ուղղակի շատ թանկ է վաճառում, որովհետեւ մրցակից չունի։ Որևէ մեկը չի կարող այսօր շոշափելի ծավալների բանան բերել որևէ այլ երկրից ավելի էժան գնով վաճառել Հայաստանում։ Այդ ճանապարհին նրան կհանդիպեն նախ մաքսավորները, հետո սննդի անվտանգության, չգիտեմ, ծառայությունները, ոստիկանները, դատախազները, քննիչները, սանիտետկայան, այո, այնքան խնդիրների կհասնի, որ մինչև բանանը խանութ հասցնել ուղղակի կփչանա այդ խնդիրը։ Մենք նույնը կարող ենք ասել սպառման այլ ապրանքների մասին։ Կարող ենք ասել գրեթե բոլոր ապրանքների մասին, ուղղակի թվարկենք, հա, սառեցված միս, հավ, ձեթ, շաքարավազ ու բազմաթիվ այլ ապրանքներ, ալյուր, բենզին, այդ բոլոր ապրանքները կամ բացարձակ մոնոպոլիա է այդտեղ, կամ այսպես ասած քվոտավորված ներգրում, հա, այսինքն որևէ գործարար իր կապերը օգտագործելով իշխանությունից ստանում է թույլտվություն, որ մի քիչ էլ ինքը այդ ապրանքից բերի, բայց գները պիտի լինեն այնքան, ինչքան որ որոշված է։ Դրանից ավելի էժան նա վաճառելու իրավունք չունի ուղղակի։ Դառնանք էկոնոմիկայի նախարարությանը։ Դուք ծանոթ եք այդ գերատեսչության ֆունկցիաներին, ինչու եք հենց էկոնոմիկայի նախարարությանը, ոչ թե մշակույթի։ Ես իմ հարցը ուղղելուց նախարարի ես չեմ ասել որպես էկոնոմիկայի նախարար, այսինքն զուտ իր գործառույթների շրջան, ես ասել եմ նրան որպես քաղաքացի, որպես պետական պաշտոնյա, իրեն հետաքրքրում է արդյոք այդ հարցը, հա, եթե ընդհանուր ձևակերպենք։ Իսկ ընդհանուր առմամբ էկոնոմիկայի նախարարությունը հենց այն նախարարությունն է, այն գերատեսչությունն է, որը մշակում է Հայաստանի
տնտեսական քաղաքականությունը, հա, տեսականորեն եմ ասում, հետևում է օրենսդրությանը, թե օրենսդրության մեջ ինչ պիտի փոխվի, պիտի առաջարկներ ներկայացնի, ծրագրեր կազմի եւ այլն, ու այդ ամբողջ իր գործառույթների մեջ պիտի գտնի այն տնտեսության զարգացման խոչընդոտները, որ այսօր կան Հայաստանում։ Իսկ մոնոպոլիաների առկայությունը դա թող չափազանցություն չթվա ամենակարևոր, ամենագլխավոր խոչընդոտն է այսօր Հայաստանի տնտեսության զարգացման համար։ Ենթադրենք մի հանճարեղ ուրեմն նախարար է եւ այդ բոլոր ֆունկցիաները կատարում է, օրենսդրությանն է հետևում, լավ բաներ է առաջարկում, չգիտեմ, հանձնաժողովներ է գուցե ստեղծում եւ այլն։ Եթե կա ռեալ վիճակը, ինչ կարող է նախարարությունը փոխել։ Եթե նա նախարար է, նա քաղաքական պաշտոն է, հա, նա գոնե պիտի գնա, այսպես կոպիտ եթե ասենք, հա, ձեռքը խփի սեղանին, ասի որ հարգելի կառավարություն, հարգելի գործընկերներ, մեր տնտեսությունը չի զարգանում, որովհետև տնտեսությունը մոնոպոլիզացված է։ Դուք չեք կարող ցույց տալի աշխարհում որևէ երկիր, որը ունի, ասենք, նավթ, գազ եւ այլն, հա, եւ որտեղ կա մոնոպոլիա, ու այդ երկրները զարգացել են, չկան նման երկրներ, չունի մարդկությունը նման փորձ չունի ուղղակի, ու ասենք 21-րդ դարում խոսել այն մասին, որ տնտեսության զարգացման համար պետք է չլինեն մոնոպոլիաներ, այդ նույնն է, որ ամեն առավոտյան արթնանալ ու ասել, որ մածունը սպիտակ է, հա, այնքան պրիմիտիվ բան է, որ դրա մասին արդեն չեն խոսում։ Դա ինքնաբերաբար, ինքն իրեն արդեն հասկանալի փաստ է, բայց Հայաստանում մենք ցավոք սրտի ունենք մի իրավիճակ, երբ որ լայն սպառման ապրանքի ներկրումը մոնոպոլիզացված է, դա եթե թող կոպիտ չհնչի, բայց դա հոգեբանական խեղում է, հա, նորմալ մարդը չի կարող պատկերացնել, որ 21-րդ դարում կարող է որևէ ապրանքի ներկրման մոնոպոլիա լինել։ Ինչու եմ ես հատկապես այդ նախարարության մասին հարցնում, որովհետև հնարավոր է, որ փոխվի նախարարը եւ նույնիսկ ուրիշ կուսակցությունից լինի նախարարը, որը պետք է ինչ-որ բան բարեփոխի, նա կարող է բարեփոխել այս իրավիճակում վիճակը։ Պիտի շատ լավատես լինենք, որպեսզի հավատանք նման հնարավորությանը, հավանականությանը, հա, այսօր նախարարի անձով կարծում եմ չի պայմանավորված Հայաստանում մոնոպոլիաների առկայությունը եւ ոչ էլ նրա կուսակցական պատկանելությամբ։ Նաեւ իհարկե դա քաղաքական որոշում է, դա իշխանության ворթեգրած ոչ հրապարակային գուցե, ոչ թե գուցե, այլ հաստատ ոչ հրապարակային որոշում է, որ Հայաստանում շաքարավազը պիտի ներկրի մի հոգի, բանանը պիտի ներկրի մի հոգի, սառացրած միսը պիտի ներկրի մի հոգի եւ այլն, բենզինը, ցորենը, ալյուրը եւ այլն։ Բայց երբ որ մենք հարցնում ենք, հա, պաշտոնյաներին, նրանք չեն ընդունում կարծես թե այդ խնդրի առկայությունը, չէ՞, նրանք ասում են այդ խնդիրը գոյություն չունի։ Շատ ընդհանուր այսպես ծավալուն դասախոսություններ են կարդում, ինչը տեղի ունեցավ նաև երեք ասուլիսի ժամանակ, հա, նախարարը ասում է, որ եթե կա մոնոպոլիա ու 4 անգամ կրկնում է եթե կա ու եթե այդ մոնոպոլիան չարաշահում է իր մոնոպոլ դիրքը, ապա պիտի կիրառվի օրենքը, հա, բոլորս էլ գիտենք, որ պիտի կիրառվի օրենքը։ Ու ամբողջ այսպես ցավն է, որ կարծես թե ամեն ինչ արվում է օրենքով, հա, այնպես չի, որ ինչ-որ մեկ ուզում է բանան բերել ու սահմանին չեն թողնում։ Ուղղակի ոչ ոք չի համարձակվում բանան բերել, որովհետև գիտի թե ինչ է լինելու, հա, հանձնաժողովը տնտեսական մրցակցության պաշտպանության պիտի ուսումնասիրի չարաշահում է թե չէ, կարող է եւ չուսումնասիրել չարաշահում է թե չէ, երկուսն էլ օրենքով է։ Տվյալ պահին, տվյալ դեպքում, ասենք հանձնաժողովը երբեք չի ուսումնասիրում բանանի ներկրողը չարաշահում է թե չէ, նա օրենքի խախտում չի անում, նա ուղղակի չի ուսումնասիրում։ Ընդհանրապես այդ հանձնաժողովի ֆունկցիան արդյոք դա պետք է ընդլայնվի օրենքով, թե այն գործառույթները, որոնք կան, բավարար են, եթե դա կատարվի։ Ընդհանրապես իմ խորին համոզմամբ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ընդհանրապես վարակույր է, հա, որ մենք միջազգային կառույցներին ցույց տանք, որ գիտեք ինչ, մենք պաշտպանում ենք տնտեսական մրցակցությունը, քայլեր ենք ձեռնարկում, որ մոնոպոլիստները չչարաշահեն իրենց դիրքերը, իրականում այդ հանձնաժողովը մինչև հիմա դուք չեք կարող գտնել մի դեպք,
գոնե մի դեպք, որ նրա շնորհիվ որևէ մոնոպոլիա ջախջախվել է։ Չկա նման դեպք։ Այդ հանձնաժողովը շատ հաճույքով կոպիտ թողչենջի քիթը մտցնում է այն ոլորտներում, որտեղ իրոք կա մրցակցություն է, շատ քիչ ոլորտներում, հա։ Օրինակ կաթնամթերքի արտադրությունը շաբաթը մեկ երևի կամ ամիսը մի անգամ ինչ-որ մի բան է հայտնաբերում։ Ասում ես սպրեդ եք կարելի փոխարեն վաճառել։ Հա, ինչ-որ թթվասերի վրա այս ամսաթիվը սխալ են գրում, հա, ձվի շուկայում էս ինչ է լինում է, այդ շուկաները փառք Աստծո դեռ մնացել են համեմատաբար այսպես չկենտրոնացված, հա, ու հանձնաժողովը անընդհատ այդ ոլորտները ուսումնասիրում է, բայց վերջին անգամ ասենք բենզինի շուկան, այդ հանձնաժողովը ուսումնասիրել է, եթե չեմ սխալվում, 2010 թվականին, այն էլ շատ այսպես մակերեսային ուսումնասիրություն, ուղղակի արձանագրել է, որ այդ ոլորտում կան գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ ու վերջ։ Դրանց են կողմ չի անցել։ Բայց առերևույթ համենայն դեպս, երբ որ դուք գնում եք, ասենք թե բենզինացման կայանների մոտ, այնտեղ տարբեր պիտակներ կան, տարբեր ուրեմն վիվեսկաներ կան, չէ՞, անունները տարբեր են։ Դա միևնույն է, նույն բերողն է, հա։ Մինչև անցած տարի բերողները երկու ընկերություններ էին, հա, որքան հնարավոր է, ասենք, ինֆորմացիա ստանալ, դա CPS-ն էր եւ Flash-ը։ Անցած տարի նրանց ավելացավ նաեւ Ռոսնեֆտ Արմենիան, այսինքն ոչ թե ավելացավ, այլ ստանձնեց ռուսական շատ էժան բենզինը մինչև Հայաստանի սահման հասցնելու գործը, շատ բարդ, այսպես, շատ դժվար, այսպես մի գործ, ու սահման հասցնելուց հետո նա այդ բենզինը բաշխում էր երկու ընկերությունների միջև, ու նույնիսկ մաքսազերծումը չի անում, նույնիսկ սահմանը չի անցկացնում, հա, այդ հարկերն էլ ինքը չի վճարում, այլ ուղղակի տրամադրում է այդ երկու ընկերություններին, այդ երկու ընկերությունները հոգում են այդ սահմանը անցկացնելու բոլոր ծախսերը, բերում են այստեղ, բաշխում են իրենց եւ ուրիշ բենզալցակայանների միջև ու ստանում ենք այն ինչ որ ստանում ենք, հա, Հայաստանում այսօր ամենաթանկ բենզինն է երևի ԱՊՀ կամ նախկին ԽՍՀՄ երկրներից Ռուսաստանի համեմատ, որտեղից մենք բերում ենք բենզինը, հենց այս պահին 1 լիտրը արժի 34 ռուբլի։ Դա ավելի պակաս է, քան կես դոլար, այսինքն մոտավորապես 210-220 դրամի կարգի, Հայաստանում ամենաէժան բենզինը 390 դրամ է, այսինքն մոտ 2 անգամ գնի տարբերություն կա։ Այդ երկու ընկերությունները իրար հետ պայմանավորվում են գնի վերաբերյալ։ Այս դեպքում մենք ունենք մի քիչ առաջ որ խոսեցինք, հա, կամ մոնոպոլիաներ են բացարձակ կամ քվոտավորված, այսինքն շուկան բաժանված է, այսինքն երկու տնտեսվարողների մեջ միանշանակ նրանք իրար հետ պայմանավորվում, որտեղ չի կարող լինել ասենք Flash ընկերության բենզալցակայանում էլ 390 դրամ եւ CPS բենզալցակայանում էլ 390 դրամ կարող էր միտեղ լինել 391, միտեղ 389, նույնիսկ այդ 1 դրամի տարբերությունը կարծում եմ նույնիսկ ցուցադրական ինչ-որ նշանակություն ունի, հա, որ բոլորը հասկանան, որ եթե սա է բենզինի գինը, ուրեմն այսպես պիտի լինի։ Հա, ես տնտեսվարող եմ, ես շահագրգռված չեմ ավելի էժան վաճառել 10 դրամով եւ որպեսզի ավելի շատ վաճառեն եւ շատ եկամուտ ստանան։ Տվյալ դեպքում ոչ։ Եթե շուկան քվոտավորված է, եթե դուք պայմանականորեն ասած Հայաստանում 100 լիտր բենզին պիտի վաճառվի, եթե դուք ունեք 60 լիտր վաճառելու այսպես քվոտա, ես ունեմ 40 լիտր վաճառելու, ես չեմ կարող իմ քվոտան ավելացնել 50, դուք 10 լիտրը կորցնեք, հա, հենց էտա խնդիրը, որ քվոտան որտեղ է։ Բաղրամյան 26-ում է որոշվում, որտեղ է որոշվում։ Եթե ընդհանուր ասենք, իշխանության ամենաբարձր օղակներում պայմանավորվածություններ են, որոնք սովորաբար չեն խախտում։ Ինչպես են բացատրում նավթի գնի անկման պայմաններում բենզինի գնի պահպանումը։ Տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախագահը Արտակ Շաբոյանը հայտարարեց, որ բենզինի գնի մեջ նավթի գնի բաղադրիչը 7% է։
Դուք ուսումնասիրել եք այդ խնդիրը։ Իհարկե 3 օր հետո նույն հանձնաժողովի մամուլի խոսնակ ասաց, որ արդեն 10%-ն է, հա, ինչ որ այսպես խնդիր կա, բայց իրականում եթե մենք այդպես վերցնենք, որ 1 լիտր նավ, 1 բարել նավթի գինը, ասենք $30 է, $32 է, այդ դեպքում բենզինի գնի մեջ բաղադրիչը եթե լիներ 7 կամ 10%, ապա բենզինի 1 լիտրը Հայաստանում կարժենար մոտ $700 դրամ։ Այսինքն չի համապատասխանում դա իրականությունը, բայց իրականում 7% թե 10%։ Իհարկե ոչ։ Իրականում բավականին բարձր է, բայց կոնկրետ այս դեպքում մենք չպիտի նայենք նավթի համաշխարհային գներին, այլ մենք պիտի նայենք այն երկրին, որտեղից որ ներկրվում է բենզինը։ Բենզինը մեծածախ գինը այս պահին Ռուսաստանում 210-220 դրամ է, Հայաստանում 390 դրամ։ Գինը բարձրանում է մինչև Հայաստանի սահման, շնորհիվ, ճակերտաբար ասենք, Ռոսնեֆտ Արմենիա ընկերության, որը ոչինչ չի անում, ուղղակի բենզինը բերում հասնում է սահմանի վրա եւ բաշխում մեր երկու ընկերությունները։ Մեր երկու ընկերությունները իրենց հերթին են մի քիչ այսպես մտնում գնի մեջ ու ստացվում է 390 դրամանոց բենզին։ Փաստորեն Ռուսաստանում երկու լուրջ, հա, տնտեսվարող սուբյեկտ կա, Ռոսնեֆտը, հա, որը Ռոսնեֆտ Արմենիայի մատակարարն է եւ սեփականատերը, հա, եւ Գազպրոմը։ Այդ երկու ընկերությունների գործունեությունը Հայաստանում դա իրենց գործունեությունն է, որ գինը բարձրանում է եւ բենզինի եւ գազի, թե դա մեր չինովնիկների կամ չգիտեմ սեփականատերերի խնդիրն է։ Կարելի ասել կոնկրետ օրինակ Գազպրոմի դեպքում մենք ունենք գուցե եւ երկու երկրների իշխանությունների միջև ձեռք բերված պայմանավորվածություն, հա, որ թե ինչ պիտի արժենա գինը, երբ պիտի իջնի, երբ պիտի բարձրանա եւ այլն, տնտեսական բաղադրիչը այստեղ շատ փոքր է, հա։ Դա քաղաքական պայմանավորվածություն։ Այո, միանշանակ, որովհետեւ օրինակ մի շատ փոքրիկ օրինակ բերենք, հա, երբ որ գազը սահմանի վրա $189 էր, հետո իջավ $165, բնակչության մոտ գազի գինը չփոխվեց, ու դա նորմալ էր։ Ну, այսպես եթե ընդհանուր գծերով, որովհետեւ դրամը արժեզրկվել էր 14%-ով, 14%-ով էլ իջել էր նավթի գազի գինը։ Այսինքն ոնց որ իրար հետ փոխհատուցեցին, հա։ Բայց խոշոր սպառողները վճարում են ոչ թե դրամով, այլ դոլարին համարժեք դրամով։ Այսինքն նրանք գնում են գազը $165 գազը տալիս են խոշոր սպառողին, դրանք ջեկերն են, լցակայաններն են եւ այլ եւ արդյունաբերությունը, նրանք առաջվա պես շարունակեցին վճարել $270, հա, ու հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը այդ հարցին ընդհանրապես չանդրադարձավ, չէ՞ որ գազը խոշորների համար պիտի իջներ համարժեքորեն այնքան, ինչքան որ իջել էր սահմանի վրա, հա, գազի գինը, նրանք վճարում են ոչ թե դրամով, այլ դոլարով, այսինքն դրամի արժեզրկումը այս դեպքում որևէ նշանակություն չուներ։ Պայմանավորվածության արդյունք էր դա միանշանակ, որովհետև անհասկանալի է հանձնաժողովի լիակատար անտարբերությունը, որովհետև եթե ասենք 14%-ով գազը թանկանար, 24 ժամվա ընթացքում այդ հանձնաժողովը կքննարկեր գազի գինը բարձրացնելու հարցը, բայց երբ որ իջավ, ընդհանրապես նույնիսկ չուսումնասիրեցին այդ հարցը, գոնե հրապարակավ։ Հայկ, ինչու է Ռուսաստանը շահագրգռված, թե ինչպես է մեզ վաճառվում, ենթադրենք գազը։ Ես $165 տերն եմ, դու տալիս ես, շնորհակալություն, հետո ինչ ուզում ես արա։ Բայց գազի բաշխողը դուք գիտեք, որ Գազպրոմ Արմենիա ընկերությունն է, որը նույն Գազպրոմ ընկերության, այսպես սեփականությունն է 100% բաժնետոմսերի պատկանում է ռուսական ընկերությանը։ Այսինքն, երբ որ ասում ենք Հայաստանը ստանում է $165 գազ, դա ճիշտ չի։ Հայաստանը չի ստանում $165 գազ։ $165 գազը ստանում է Գազպրոմը, իդեմս իր դուստր ձեռնարկության Գազպրոմ Արմենիայի։ Հայաստանը ստանում է բնակչության մասով 156 դրամանոց գազ մի խորանարդ մետրը, իսկ խոշոր սպառողը ստանում է $270 գազ։ Ռուսական գազի գինը կարծում եմ պետք է հաշվել այդպես, թե մենք ինչ ենք վճարում, հա, Ռուսաստանին։ Իսկ էլեկտրաէներգիայի Էլեկտրաէներգիայի խնդիրը հիմա ինչ որ զարգացումներ են գնում,
տեսնենք ինչ կլինի, ամենայն դեպս սկզբնական այսպես ազդակներ, սիգնալներ, հա, այսպես ազդանշաններ կան, որ ինչ որ բան այնտեղ փոխվում է։ Մասնավորապես այն ամենացավոտ հարցը, որ էլեկտրաէներգիայի շուկայում կար, կորուստները, հա, մինչև 12% էլեկտրաէներգիայի կորուստ, որը պարզ գողություն էր, ինչ որ փոքր չափով, բայց նվազում է։ Դա դինամիկա կարող ենք համարել, նոր սեփականատիրոջ շնորհիվ։ Նոր սեփականատիրոջ շնորհիվ է դա միանշանակ, կառավարման փոփոխություններ են, կառավարման համակարգում ինչ որ փոփոխություններ են արել, ինչ որ բան այսպես փոխվում է, տեսնում ենք որ փոխվում է, բայց շատ լուրջ մտավախություն կա, որ այդ փոփոխությունների այդ ընթացքը չի լինի անընդհատ, հա, ինչ որ մի պահի, այսինքն շատ քիչ ինչ որ բան կբարելավի ու էլի կմնա, տենց որը էլի շատ վատ է, հա, բայց նախկինից մի քիչ լավ, այդ ընդամենը այդքան ես ժամանակը ցույց կտա ինչ կլինի, էլի։ Էլեկտրաէներգիայի հարցում ինձ որպես սպառողի հետաքրքրում է ոչ այնքան գինը, որքան որակը, որովհետև ես Երևանից դուրս եմ ապրում, այնտեղ շատ վատ է, անջատում են եւ 180 220 փոխարեն 180 է լարումը, հա, սովորաբար այդպես է, եթե այդպես է լավ է։ Դա կարող է փոխվել թե չէ։ Նորից գանք այդ կախված է նրանից, թե նոր սեփականատերը որքանով է ցանկանում զբաղվել, այսպես ասենք, արևմտյան մոդելի, հա, բիզնեսով, այդ բիզնեսը որքանով է ուզում դարձնել արևմտյան մոդելի, պատկերավոր ասած արևմտյան, այսինքն արդյունավետությունը բարձրացնել, իր եկամուտները մեծացնել շնորհիվ իր աշխատանքի, հա, եթե նման նպատակ դրել է, ունի այդ ունակությունները եւ ցանկությունները, ուրեմն դրան հասնելու որևէ բարդություն չկա, հա, մի կարճ ժամանակ հետո մենք կտեսնենք, որ այդպես է։ Ամբողջ խնդիրն այն նա ուզում է անել, դա թե չի ուզում անել, որովհետեւ այս դեպքում էլ մենք ունենք ըստ էության մոնոպոլիա, հա, իրեն ոչ մեկ չի ստիպում, որ կորուստները 11.5%-ից նվազեցնի 6%, ինչպես ասենք Չեխիայում է, հա, Չեխիայում 6%, այսինքն հնարավոր է կորուստը իջեցնել մինչև 6%, տեխնիկապես հնարավոր է։ Մեր հանձնաժողովը նման բան չի պարտադրում հեծի սեփականատիրոջը։ Օրենքով 11.5% այսպես կորուստի հնարավորություն է տրվում հեծի սեփականատիրոջը։ Պարզ է։ Առևտրի մասին, հա, նույն Կարեն Ճշմարիտյանը կարծես թե ասել է, դուք ինչ եք ուզում, ես մեծերը փակեմ, որպեսզի փոքրերը զարգանան, այդպիսի ռետորական հարց է տրվում, ինչ կարող եք ասել։ Այդ հարցը, եթե չեմ սխալվում, հնչեց սուպերմարկետների զրույցի ժամանակ, հարցի ժամանակ, տեսականորեն ճիշտ է ասում, հա, ես ինչպես գնամ ասեմ սուպերմարկետ դու փակվի, որ մյուսը աշխատի, հա, բայց դա միայն տեսականորեն, գործնականում այդպես չի։ Ամբողջ աշխարհում խոշոր բիզնեսը վճարում է ավելի մեծ հարկեր, տոկոսային հարաբերությամբ, քան փոքրը։ Մի շատ պարզ օրինակ բերենք, հա, սիգարետի վաճառքի թույլտվության համար սուպերմարկետը հսկայական վճարում է ճիշտ այնքան, այսինքն 300,000 դրամ, որքան հարևանությամբ կանգնած կրպակը էլի 300,000 դրամ, այսինքն մեկ սիգարետի մեջ այդ լիցենզիան գնելու գումարը կրպակում մի, չգիտեմ, 1000 անգամ ավելի բարձր է, քան սուպերմարկետում։ Այդ հարցը մինչև հիմա չի լուծված։ Չի լուծված պրոգրեսիվ, այսպես հարկերի խնդիրը, հա, կրպակնել է վճարում, պատկերավոր եմ ասում, այդտեղ շրջանառության հարկ կա, մի քիչ այդ դուրս գանք, հա, կրպակնել է վճարում իր եկամտային հարկից, իր աշխատողի եկամտային հարկից 20%, սուպերմարկետին իր շահույթից 20%, սուպերմարկետն էլ 20%։ Օրինակ հիշում եք, որ արևմուտքում մեծ աղմուկ բարձրացավ, հա, երբ որ Ֆրանսիան կոնկրետ օրինակ, հա, որպես Ֆրանսիան որոշեց շատ հարուստներին շատ ավելի բարձր տոկոսով հարկել, մինչև 40-45% նրանց շահույթներից, ու դա նորմալ է։ Չնայած հարուստները ընդվզեցին, գնացին մեկ այլ երկիր, բայց աշխարհը միևնույնն է գալու է դրան ու նա փախնելու տեղ չի ունենալու։ Եթե դու հարուստ ես, ուրեմն պիտի վճարես։
որպեսզի այդ վճարման բեռը չընկնի այն մարդու վրա, որը, ասենք, 150-200 դրամ է աշխատում, հա, ամսական, նա չպիտի վճարի 20% ու, ասենք, 3 միլիոն աշխատավարձ ունեցողն էլ վճարի 20%, մի քիչ դա նորմալ չի։ Փոքր եւ միջին բիզնեսի վերաբերյալ գաղափարը կառավարության այն մասին, որ դուք կարող եք 1% մուծել, եթե փաստաթղթերին, կարծես թե չաշխատեց, հա, այդ գաղափարը։ Նու եթե աշխատում էլ է շատ դժվարությամբ, հա, ու էլի այստեղ գործ ունենք մոնոպոլիստների կամ տվյալ դեպքում խոշոր, հա, այսպես ընկերությունների հետ, խոշոր ընկերությունները ուղղակի փաստաթուղթ չեն տալիս։ Ու չեն տալիս հատկապես այն խոշոր ընկերությունները, որոնք փոխկապակցված են կամ պարզապես հանդիսանում են որևէ բարձրաստիճան պաշտոնյայի կամ շատ մեծ օլիգարխի սեփականությունը։ Օրինակ, այսօր շաքարավազի հաշիվ ֆակտուրա ստանալը շատ դժվար է։ Դրա համար այդ փոքր խանութները ուղղակի գնում են իբր թե գնում են շուկայից։ Այդ դեպքում իրենք չեն կարող 1% վճարել։ Իրանք վճարել են 5%-ը արդեն։ Այսինքն կրպակի տիրոջ վրա դնել պարտականություն, որ նա ամեն անգամ մատակարարի հետ կռիվ տա, թե դուր ինձ փաստաթուղթը անհնար է կա։ Չէ, ըստ էության կռիվ չկա, բոլորը համակերպվել են, որ ուղղակի չեն ստանալու, ուղղակի նա գնում 5% են վճարում եւ ակնհայտորեն դա չաշխատեց։ Իհարկե դա չաշխատեց։ Փաստորեն փոքր ձեռներեցների վրա դրվեց խոշորներին այսպես վերահսկելու, հա, գործառույթը աբսուրդ է, դա չի կարող լինել։ Իսկ ինչպես պետք է լուծվեր այդ հարցը, ասես։ Դա պիտի լինի իրոք քաղաքական կամքի հետևանք։ Եթե կա քաղաքական կամք, ամբողջ աշխարհը, ամբողջ, այսպես ասենք, առաջադեմ, հա, ժամանակ ասում են աշխարհը հասել է դրան ու դա ամենևին էլ բարդ չի։ Նույն Եվրոպայում չի քննարկվում արդեն թե ոնց անենք, որ խոշորին հարկենք։ Չկա նման խնդիր, ուղղակի հարկում են ու վերջանում են։ Տարբեր տեսակի հանձնաժողով են ստեղծում, կոռուպցիայի դեմ պայքարի, չգիտեմ, արտահանմանը նպաստող, չգիտեմ, եւ այլն։ Բայց այդ հանձնաժողովները ինչ որ ստեղծվում են, մենք մի քիչ լրագրողները սա քննարկում ենք, հետո մոռանում ենք, կա թե չկա ոչ մի տարբերություն կարծես թե կյանքի վրա չի ազդում դա, հա։ Ոչ միայն հանձնաժողովներ, ռազմավարություններ, ծրագրեր, հա, անընդհատ նոր բառեր են հնարում, հա, այսպես ավելի տպավորիչ լինելու համար, բայց դա չի կարող աշխատել։ Եթե երկրում չկա ցանկություն, իշխանության կողմից չկա ցանկություն կոռուպցիան հաղթահարելու, կոռուպցիան չի հաղթահարվելու։ Դա այսպես, չգիտեմ, աքսիոմա է։ Իսկ եթե կա ցանկություն, որ պիտի հաղթահարվի, ուրեմն հաղթահարվում է շատ արագ, շատ էֆեկտիվ։ Մեր հենց դրկից հարևանը, հա, Վրաստանում մենք իհարկե որոշ այսպես վերապահումներով, բայց կարող ենք տեսնել, չէ՞ որ ասենք ինչ որ պատկերավոր ասած, հա, 24 ժամվա մեջ այնտեղ ինչ որ բան փոխվեց։ Այսինքն կար ցանկություն, կար նպատակ դրված, դրան հասան։ Որևէ խնդիր չկա։ Մարդկությունը այդ բոլոր փուլերով անցել է, այդ բոլոր մեխանիզմները արդեն մշակել է, բարդություն չկա դրա մեջ, իրոք հավատացեք։ Եվ ովքեր են ստեղծում կոռուպցիայի դեմ հանձնաժողով։ Նույնն է, որ մենք ստեղծենք թերթում գրելու դեմ հանձնաժողով։ Մենք ամեն օր դրանով ենք զբաղվում։ Ամեն ինչ ասված է։ Հենց պետք է նայել կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի այսպես վերնախավի գոնե, հա, սեփականությունը։ Ասենք Հայաստանի Հանրապետության վարչապետ բնակվում է մի շենքում, հա, մանումենտի մոտ, հաղթանակի այգու մոտ, որի արժեքը, ասենք որ $8 միլիոն կարգի է։ Գագիկ Խաչատրյան, սեփականություն ուղղակի, այո, ֆինանսների նախարար, ուղղակի չթվարկենք, հա, թե ինչ սեփականություն ունի։ Ինչպես կարող ենք ակնկալել, որ այդ հանձնաժողովը կարող է գոնե մի քիչ անհանգստացնել կոռուպցիան, հա, Հայաստանում։ Եվ եթե ես ստեղծում եմ արտահանմանը նպաստող, հա, խթանող հանձնաժողով եւ ես զբաղվում եմ արտահանմամբ
Պարզ չի, որ ես հենց իմ հանձնաժողովը կաշխատեցնեմ իմ բիզնեսը։ Օրինակ այդ հանձնաժողովի առաջի որոշումներից մեկը այն էր, որ 5 ապրանքատեսակներ պիտի ստանան աջակցություն կառավարությունից, որ այդ ապրանքները արտահանում են։ Այսինքն դուք արտահանում եք եւ որոշակի գումար եք ստանում մենակ նրա համար, որ դուք արտահանեք, այսինքն պետական բյուջեից սուբսիդավորվում եք, որովհետեւ ձեր ապրանքի գինը մի քիչ բարձր է, քան դրսում, մրցունակությունը ցածր է եւ այլն եւ այլն։ Խոսքը գինիների, ձկան, պահածոների, մրգային օղիների եւ այլն, այդ օրինակ հենց այդ 5 ապրանք, 5 անուն ապրանքներից առնվազն 2-ում Հայաստանի Հանրապետության վարչապետը իր մերձավորների միջոցով ներգրաված է եւ պահածոների արտադրություն եւ ձուկ։ Ասում եմ հետեւյալը, որ ես պայմանագիր եմ կրքում Ռուսաստանի հետ, ասենք գինու, հա, կամ օղու համար, Ռուսաստանում ռուբլին արժեզրկվում է եւ այլևս Ռուսաստանի սպառողը չի կարող, այսինքն այն ընկերությունը, որը պետք է իմ գինին ծախի, նա չի կարող այդքան վճարել եւ կառավարությունը այդ տարբերությունը տալիս է, վերցնում է իր վրա։ Հա, դա նորմալ մեխանիզմ է ձեզ։ Գիտեք, ինչ որ կարճաժամկետ իրավիճակներում, երբ որ մնացած բոլոր հարցերը լուծված են ու խնդիրը միայն դա է, կարճաժամկետ ուղղակի տվյալ ոլորտի մի կես տարով կամ 3 ամսով կամ 9 ամսով ինչ որ մի աջակցություն ցուցաբերել ուղղակի կոպիտ ասած ռեստարտ անելու համար, գուցեև նորմալ է, բայց երբ որ ունենք շատ կասկածելի իրավիճակ, նման Ինչով աջակցությունները հենց այն ինչ որ ասեցինք, հա, որ Բարսեղյան Պաշտոնյանը ներգրաված են հենց այդ ապրանքների արտադրության մեջ ու խթանվում է հենց այդ ապրանքների արտահանումը տարօրինակորեն, հա։ Ալկոհոլի արտադրությունը եւ արտահանումը մեր մոտ նույնպես մոնոպոլիզացված է։ Չէ, այն ինչ որ վերաբերում է արտահանմանը, մոնոպոլիզացիայի այդպես շատ դրսևորումներ չունենք, հա, խիստ ընդգծված։ Այդտեղ կա իհարկե ժամանակին կարօրինակ ծիրանի արտահանման որոշակի խոչընդոտներ, հա, որ դուք չէիք կարող ձեր մեքենան ծիրան լցնել տանել, հա, այսպես պատկերացրու պիտի կնքեիք պայմանագիր ավելի խոշոր, այսպես գործարարների հետ, բայց կարծես այդ հարցը լուծվեց կամ եթե չլուծվեց, ապա մասամբ լուծված է, արտահանման հարցում խնդիր չկա, մեր արտահանման խնդրը բոլորովին այլ է, դա մեր արտադրության, այսպես արդյունավետության պատճառով մեր ապրանքների անմրցունակությունն է։ Այն ապրանքները, որոնք մրցունակ են, դրանք արտահանվում են, որևէ խնդիր չկա ու այստեղ էլ մենք, եթե նայենք, ունենք անուղղակի ազդեցությունը մոնոպոլիստների, հա, եթե չկա երկրում ազատ մրցակցություն, ապա արտադրողը շահագրգռված չի բարձրացնել իր արդյունավետությունը, իսկ եթե ինքը չի բարձրացնում իր արդյունավետությունը, չի կարող մրցունակ լինել նաև արտաքին շուկայում, այսինքն մոնոպոլիան իրոք չափազանցություն չի, արդեն հիմքից է քայքայում մեր տնտեսությունը, թեկուզ եւ թույլ տնտեսությունը, բայց հիմքին է արդեն խփում, դա հանդուրժել այլևս չի կարելի։ Մաքսային մարմինների մասին, դրանց դիապազոնը չափազանց մեծ է, հա, այն փողի, որը նրանք կարող են վերցնել, հա, այդպիսի մի դեպք կա, որ ռեալ դեպք կա, հա, ասում են դու այս ապրանքի համար պետք է $10,000 մոծես։ Այդ մարդը զանգում է ում որ պետք է, ասում է լավ $1,000, այսինքն 10 անգամ ավելի քիչ կարաս մոծես։ Ինչպես է ստացվում դա։ Մաքսային օրենսգրքում կա մի կետ, որ երբ որ դուք ապրանք եք ներկրում, հա, ավտոմեքենա եք ասում ներկրում, պիտի մաքսազերծեք ըստ հաշիվ ապրանքագրի, այսինքն պիտի մաքսայինը նայեք, դուք ինչ գնով եք դա ձեռք բերել, ասենք, չգիտեմ, Չեխոսլովակիա, Չեխիայում կամ Լեհաստանում, հա, գումարի դրան ճանապարհածախս եւ այլն, ու ըստ այդմ մաքսազերծի։ Այսինքն ու վճարեք որոշակի տոկոսը դրա, կախված մեքենայի տարեթվից։ Բայց մի փոքրիկ, այսպես շատ չերևացող հոդված կա, որ առանձին դեպքերում, այսինքն շատ հազվադեպ, եթե չի լինում կամ կասկածելի է ձեր ներկայացրած հաշիվ ապրանքագիրը, մաքսային ծառայությունը կարող է կիրառել հսկիչ գին,
Այդ հսկիչ գինը ոչ միտեղ գրված չի, ասենք։ Որքան։ Այո, 2009 թվականի այսինչ մագնիշի, ասենք, Շկոդան կամ գիտեմ Mercedes-ը ինչ հսկիչ գին ունի։ Դուք դա կարող եք իմանալ մենակ այն պահին, երբ որ ձեզ կասեն, որ դա հսկիչ գնով է մաքսազերծվելու, կիմանաք, որ դուք կվճարեք, ասենք, $3000 բան, մաքսավճար, մաքսատուրք, այն դեպքում, երբ որ դուք մեքենան գնել եք $3000 Եվրոպայում։ Իսկ երբ են այդ կասկածները առաջանում մաքսավորների հետ, այսինքն սահմանված կարգ կա, երբ են իրանք կասկածում կամ չեն կասկածում։ Եթե դուք ուղղակի քաղաքացի եք, ձեզ անպայման կասկածելու են։ Հասկանալի է։ Ու իդեպ ասեմ, որ ԵՏՄ-ն Եվրասիական տնտեսական միությունը ինքը իրենով ես գիտեք իմ վերաբերմունքը շատ բացասական, բայց մի դրական բան կա, որը այսօր մեր գործարարները փառք Աստծո օգտվում են, դեռ օգտվում են։ Դա այն է, որ դուք մեքենան բերում եք Եվրոպայից, մաքսազերծում եք ոչ թե Հայաստանում, այլ Բելոռուսի սահմանում։ Իսկ Բելոռուսում շատ խստորեն պահպանվում է հաշիվ ապրանքագրի հսկիչ գին չկա։ Այո, հսկիչ գին իրոք կիրառում են շատ հազվադեպ։ Ու այս պահին ես կարող եմ ձեզ ասել, որ հարկային մուտքերի նվազման վրա դա շատ մեծ նշանակություն է ունեցել։ Այսինքն բոլոր այն գործարարները, որոնք Եվրոպայից են ներկրում ապրանքները, աշխատում են մաքսազերծել Բելոռուսի սահմանին, Չինաստանից եկողները մաքսազերծել Ղազախստանի սահմանին, հետո նոր որպես արդեն ԵՏՄ անդամ պետության ապրանք ներկրել Հայաստան, որտեղ արդեն չի մաքսազերծվում, այստեղ վճարվում է ավելացված Այսինքն հարկային մուտքերի ինչքան միլիարդով պակասը դուք 80 միլիարդից դուք բացատրում եք դրանով։ Չէ, ամբողջը չէ։ Նո ասենք երևի 20-25%-ը գուցե շատ մանրակրկիտ հաշվարկ պետք է արվի, բայց շնորհիվ դրա է, որ պակասել է։ Իսկ մնացած 75%-ը։ Մնացած 75%-ը տնտեսության ընդհանուր նվազումը եւ ստվերի խորացումը։ Այդ դա միանշանակ ակնհայտորեն երևում է, որ նաեւ ստվերն է խորացել, որովհետեւ նույնիսկ այն մակերեսին, այսպես երևացող ամենախոշոր գործարարների վճարած հարկերը, եթե նայում ենք, դրանք նվազել են ու նվազել են այն պարագայում եւ նրանց եկամուտները աճել են։ Իսկ որ եկամուտները աճել են, երևում է նրանից, որ նրանք լինելով սննդամթերքի, ասենք, ներկրող Հայաստան, սննդամթերքի գները աշխարհում ըստ Մանկի պարերի կազմակերպության նվազել են 20, 25, 30%-ով, իսկ Հայաստանում դրանց գները կամ չեն նվազել, կամ շատ քիչ են նվազել։ Այսինքն ակնհայտ է, որ ներկրողի եկամուտները աճել են։ Ու այդ պարագայում ներկրողը ավելի քիչ հարկ է վճարում։ Պարզ թվաբանություն է, որ ստվերն է խորացել։ Վերջին հարցը Հայկ, падգամավոր եւ տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ասում է, որ ընդհանրապես NDS-ը, ավելացված արժեքի հարկը պետք է վերացնել։ Ինչպես եք վերաբերում այդ կապը։ Հրանտ Բագրատյանը առաջարկում է հարկման այլ մեխանիզմ, շրջանառությունից հարկել շրջանառություն, այսինքն հանգիստ թողնել արտադրողին, այսինքն ինչպես է դուք այսօր արտադրում եք ու ձեր ապրանքը դեռ չվաճառ, դուք արդեն ավելացած արժեքի հարկ եք վճարում, լրացուցիչ, այսպես գումարային, այսպես ճնշման տակ եք ընկնում։ Իսկ Բագրատյանը առաջարկում է արդեն կոպիտ շատ, եթե այսպես շատ պատկերավոր ասենք, արդեն վերջին փուլում, արդեն ապրանքը իրացվեց, վերջացավ, դրանից նոր այսպես կարծում եմ, որ առնվազն մտածելու տեղ կա այստեղ, իհարկե, որովհետև այսօր գործարարներ ավելի շատ վճարում են իրենց ստանալիք եկամուտներից, ոչ թե արդեն ստացած եկամուտներից։ Այդ մեխանիզմը պիտի փոխվի Հայաստանում, որովհետև դա լրացուցիչ, այսպես շատ ծանր բեռ է տնտեսության վրա, արտադրողների վրա մասնավորապես։ Շնորհակալություն հետաքրքիր համար։ Ձեր բարեկամներ, իմ զրուցակիցներ Հայկական ժամանակ թերթի լրագրող Հայկ Գևորգյանը։ Մենք կհանդիպենք վաղ, ստեսություն։